Ողջույն գործարար ալիքին միացած ռադիոլսողների եւ դիտողներ, դուք միացել եք 106 եւ 5 հաճախականությանը։ Ես Գայա Ասոյանն եմ, այսօր թարմուղեղով մեր զրուցակիցը Ազատազեն կրթական հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Նաղաշ Բաղդասարյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ազատազենը շատ երկար տարիներ գործունեություն է ծավալում եւ ամենակարևորը տարիներ շարունակ աշխատանքին զուգահեռ դուք անում եք համագումարներ։ Եվ հուլիսի 5-ին կլինի 6-րդ համագումարը։ Ինչու եք անում այդ համագումարները, ինչ նպատակով եւ հիմնականում ինչ գործունեություն եք ծավալում համագումարի ընթացքում։ Շնորհակալություն հրավերի համար։ Տեսեք, համագումարը նախ որպես իրական հասարակական կազմակերպություն Ազատազենը դա կանոնադրական պահանջ է եւ ամեն տարի պետք է լինի համագումար, հերթական կամ արտահերթ, ունեցել ենք նաեւ արտահերթ համագումար։ Համագումարի ընթացքում ընտրվում են նոր կառավարման մարմիններ, ներկայացում են հաշվետվություններ եւ ֆինանսական եւ գործնեության մասին եւ խոսում ենք ապագա ծրագրերի մասին, ներկայացնում ենք ապագա ծրագրերը։ Համագումարը շատ կարևոր միջոցառում է նախ Ազատազենի համար եւ ընդհանրապես բոլոր հասարակական կազմակերպությունների համար, որտեղ դա նաեւ համայնքային միջոցառում է եւ համայնքը այդ ժամանակ հավաքվում է, քննարկումներ են ծավալում, հարցեր են տալիս, ստանում են իրենց հուզող հարցերի պատասխանները եւ այլն։ Այսինքն համագումարը ոչ միայն ձեզ համար է, այլև մարդկանց, ովքեր Ազատազենի հիմնական անդամները չեն։ Տեսեք, համագումարը այո, հենց համայնքի համար է եւ համայնք ասելով մենք նկատի ունենք Ազատազենի լիիրավ անդամները, իրավաբանորեն լիիրավ անդամների ժողովը դա համայնքն է, բայց փաստացի մենք հրավիրում ենք աջակից անդամներին, Ազատազենը ունի 900-ից ավել աջակից անդամներ, լիիրավ անդամներին, 98 լիիրավ անդամ ունենք այսօրվա դրությամբ եւ մեր գործընկերներին ու հյուրերին, որովհետեւ Ազատազենը ոնց որ ինչպես գիտեք, մի մարդու կամ մի քանի մարդու գործ չի, ընդհանրապես Ազատազենը շատ յուրահատուկ համայնքային աշխատանքի դրսևորում է Հայաստանում, եզակի ես կասեի, եւ մենք ընտրել ենք իրականում հասարակական կազմակերպություն կառուցելու ճանապարհը եւ ոչ թե մարդ կազմակերպություն, դրա համար մեր հենց այդ պատճառով է, որ շատ կարեւոր է համագումարը մեր համար եւ Ազատազենի համար։ Իսկ համագումարի ընթացքում, ինչպես դուք նշեցիք, ինչ որ պաշտոններ եւ այլն, ամեն տարի դա արվում է, այս տարի եւս լինելու է։ Ինչ նշաձող եք սահմանել այս տարվա համագումարի համար եւ առասարակ անցած համագումարներից ինչ թերություն է եղել, որ այս տարի դուք դա զգացել եք եւ փորձել եք շտկել։ Ամեն տարին իր մարտահրավերներն է ունեցել, իրական համագումարը ավելի շատ տարին ամփոփելու եւ ապագա ծրագրերը ներկայացնելու մասին է, ավելի շատ համագումարը անցած տարին եւ գործնեությունը թափանցիկ ձևով ներկայացնելու մասին է եւ ապագա ծրագրերից խոսելու համար է։ Այս տարի 3 հիմնական կտոր կա համագումարում, առաջինը դա ֆինանսական հաշվետվությունների եւ գործնեության ներկայացումն է, բոլոր կտորներով, ինչպես գիտեք, Ազատազենը ունի հրաձգաններ Երևանում եւ Վանաձորում, ունի դասընթացների կտորը, ունի համայնքային կտորը եւ ունի ռազմախանութ, մենք ներկայացնում ենք այդ բոլոր կտորների, այսպես ասած, գործնեությունը եւ այս տարի յուրահատուկ է նրանով, որ մեկնարկելու են Երևանի հրաձգանի ճանապարհի դրամահավաքը։ Երևանի հրաձգանը շատ նախ Հայաստանի ամենամեծ քաղաքացիական հրաձգարանն է եւ ունենք շատ մեծ խոչընդոտ այնտեղ, չնայած որ ենթակառուցվածքը շատ զարգացրել ենք եւ շատ այցելություններ ունենք, դասընթացներ եւ միջոցառումներ ունենք, այնտեղ հիմնական խոչընդոտը ճանապարհն է, ճանապարհի մի հատվածը ոնց որ կավահող է, եթե չեք եղել մեր մոտ, չեք իմանա, բայց որ լինեք մեր մոտ խորհուրդ կտամ անձրևոտ եղանակի չգաք, բայց որ գաք տեսնեք ինչ խոչընդոտ է։ Այս տարի նպատակ ենք դրել լուծել այդ խնդիրը, ճանապարհի խնդիրը, քանի որ երբ
եղանակը լավը չի լինում, ձյուն կամ անձրև է գալիս, ամբողջ ենթակառուցվածքը կարելի ասել կանգնում է, եւ դա լինում է տարվա 3-ից 4 ամիսները հիմնականում բնականon չի գործում։ Երևանի հրաձգանը որոշել ենք այս տարի լուծենք այդ հարցը։ Եվ երրորդ հիմնական կտորը, համագումարի իրավական առումով ամենակարևոր կտորը դա ընտրություններն են, որի ժամանակ ընտրում ենք խորհուրդ, այսինքն խորհրդի նոր անդամներ, վերստուգողներ եւ անվանակարգային հանձնաժողով եւ ամեն մեկը ունի իր կանոնադրական գործառույթները կազմակերպությունում։ Իսկ առաջադրվում են թե ինքնաառաջադրվում են, թե այլ մարդիկ են առաջադրվում, մի փոքր նաև այդ ընտրության ձևից խոսեք, որ հասկանանք ինչպես է լինում։ Ընտրություններին կարող են մասնակցել ընտրել եւ ընտրվել միայն լիիրավ անդամները, գործող լիիրավ անդամները եւ ազատազենի ոնց որ յուրահատկությունը հենց դա է, որ խորհուրդը միշտ չի սահմանափակվում նույն մարդկանցով, այսինքն միշտ նոր մարդիկ են գալիս, նոր մտքեր են գալիս, նոր մոտեցումներ են գալիս եւ ազատազենի զարգացման կարևոր կետերից մեկը նաեւ դա է, որ չի սահմանափակվում միշտ նոր մարդկանցով։ Կարող են նախապես իրական տեխնացուները առաջադրվում են կամ ինքնաառաջադրվում են կամ այլ լիիրավ անդամներ են առաջադրում, անվանակարգային հանձնաժողովն է զբաղվում տեխնացուների հետ շփվելով լիիրավ անդամները ճշվում են, հարցնում են ուզում եք առաջադրվել, չեք ուզում կամ մարդիկ կան որ արդեն որոշել են իրենք են նախաձեռնում դա եւ անվանակարգային հանձնաժողովը կազմում է ոնց որ տեխնացուների ցանկը բոլոր մարմինների համար ուղարկում ենք լիիրավ անդամները ծանոթանում են եւ արդեն համագումարի օրը կատարվում է ընտրությունը։ Վերադառնալով դրամահավաքին ճանապարհի համար հուլիսի 5-ից է մեկնարկելու դրամահավաքը, թե արդեն մեկնարկել եք եւ ամենակարևորը դուք նպատակ ունեք հենց դրամահավաքի միջոցով ճանապարհը լավացնել, թե կա ինչ-որ համագործակցություն, որ նախատեսում եք կամ արդեն սկսել եք։ Դրամահավաքը մեկնարկելու ենք հենց համագումարի ժամանակ, այսպեսի մի հետաքրքիր բան ենք մտածել, առաջին փուլով, կարելի է ասել, զենքի խաղարկությունը լինելու, բոլորը գնելու են կտրոններ եւ այդ ամբողջ գումարը ուղղվելու է դրամահավաքի առաջի փուլի համար եւ մեկ մարդ շահելու է զենքը, դրանից հետո արդեն հրապարակելու ենք հարթակը, որտեղով որ իրականացնելու ենք դրամահավաքը, թվային հարթակը եւ բնականաբար դրամահավաքը շարունակվելու է ազատազենի բոլոր ենթակառուցվածքներում, եւ Երևանի հրաձգանում, տեղում եւ ռազմախանութում եւ Վանաձորի հրաձգարանում։ Երրորդ զուգահեռ փուլը ինտենսիվորեն աշխատելու ենք մեր գործընկերների հետ, շատ լավ գործընկերներ ունենք, որ ամբողջ այս 5 տարիների ընթացքում տարբեր աշխատանքներում ընդհանրապես ազատազենի բոլոր աշխատանքները, ոնց որ դա մի մարդու կամ մի կազմակերպության աշխատանք չի, ամբողջը ոնց որ համայնքային աշխատանք է, համայնքային նկատի ունենալով նաև մեր գործընկերներին եւ ինտենսիվ աշխատելու ենք մեր գործընկերների հետ որպեսզի թե շինարարական նյութերի մասով, թե տեխնիկայի աշխատանքի մասով եւ այլն փորձենք աջակցություն ստանալ։ Իսկ դրամահավաքի օրը եւ ոչ միայն, այսինքն հենց հուլիսի 5-ին ձեր մնացած այդ խանութները եւ այլն աշխատելու են, շարունակել են բնականon աշխատանքով, թե բոլորդ միահամուռ գնալու եք համագումարի եւ ինչ որտեղ աշխատանքն մի քանի ժամով կասեցվելու են։ Հուլիսի 5-ին չեն աշխատելու ոչ Երևանի հրաձգանը, ոչ Վանաձորի հրաձգանը, ոչ ռազմախանութը, որովհետեւ նախ ամբողջ աշխատակազմը նույնպես մասնակցելու է համագումարին եւ այդ օրը շատ կարեւոր օր է ազատազենի համար, նաեւ որովհետեւ աշխատակազմի մեծ մասը լիիրավ անդամներ են եւ պետք է գան ընտրությունների, շատ կարեւոր է ընտրությունների մասնակցելը։ Եվ այս համագումարից, ամեն համագումարից վստահաբար ինչ-որ ակնկալիք ունենում եք, այս համագումարի հիմնական մեծ ակնկալիքը որն է։ Նոր անդամների ներգրավում, նոր մասնակցության հայտեր, դրամահավաքը նաեւ, որ հասնեք ինչ-որ նշաձողի։ Այս տարվա հաջողության չափանիշները սահմանել ենք միջև երկու նախագիծն էլ սկսելը, համագումարի հաջողության չափորոշիչը այն է, որ լինի մաքսիմալ ներառական, այսինքն մասնակցեն մոտ 200 աջակից անդամ, առնվազն 70 լիիրավ անդամ եւ մեր գործընկերներն ու հյուրերը
եւ տեղի ունենան բաց եւ թափանցիկ ընտրություններ, կազմակերպենք բաց եւ թափանցիկ ընտրություններ եւ նաեւ կարեւոր է, որ Երևանի հրաձգանի ճանապարհի կառուցման դրամահավաքը մեկնարկենք առնվազն ոնց որ համագումարի ժամանակ առնվազն լինի 5-ից 8 միլիոն դրամի նվիրաբերություն հենց տեղում թե զենքի խաղարկության, թե այնտեղ տարբեր միջոցառումների արդյունքում։ Եթե այդ ամբողջը իրականանա, կհամարենք, որ հաջողել ենք համագումարը, իսկ դրամահավաքի հաջողության ցուցանիշը բնականաբար դա հավաքագրելն է ամբողջ գումարը եւ դրամահավաքը տևելու է 2 ամիս, մինչև սեպտեմբերի 10-ը, բայց իմ խորին համոզմամբ մենք ոնց որ ավելի շուտ կհավաքենք այո գումարը եւ կսկսենք ճանապարհի կառուցման աշխատանքները օգոստոսի սկզբին։ Իսկ եթե ձեր նշած մինչև վերջնաժամկետը չհաջողվի հավաքել գումարը, այդ պարագայում դուք երկարաձգելու եք, թե արդեն իսկ համագործակցությամբ եւ այլի միջոցով փորձելու եք սկսել ճանապարհաշինությունը։ Սկսելու ենք ճանապարհաշինությունը եւ կառուցելու ենք ոնց որ այնքան որքան որ գումարը կհավաքվի, միևնույն ժամանակ չենք դադարեցնելու, շարունակելու ենք աշխատել գործընկերների ու համայնքի հետ միջև որ ճանապարհը ամբողջական կառուցենք։ Եվ համագումարից զատ, մինչև համագումարը դուք 6 տարի գրեթե արդեն 5 տարի դուք շատ երկար ճանապարհ եք անցել եւ հիմա ինչ կետում է Ազատազենը։ Ինչ խնդիրներ եք դուք բարձրաձայնել ի սկզբանե ստեղծման պահից, ինչ նպատակ եք դրել, որ ինչ որ չափ կամ ամբողջությամբ հասել եք կամ հասկացել եք այդ խնդիրը ձեզ համար չէ, փոխել եք ուղղությունը։ Մի փոքր հենց Ազատազենի մասին։ Այդ լավ հարց է, երկար պատմություն է, եթե ժամանակ ունենք։ Սկզբանե Ազատազենը սկսել ենք նախ ինքներս մարզվելու համար, կարելի ասել, եւ այնպես ստացվեց, որ այդ ընթացքում նախ խնդիրները տեսել էինք պատերազմի ժամանակ պարզ հրաձգային զենքերից օգտվելու հետ կապված բավական մեծ բաց կար եւ վերադառնալով պատերազմից որոշեցինք նախ ինքներս մարզվենք, հետո ստեղծել այնպիսի ենթակառուցված կամ կազմակերպություն, որը որ կզբաղվի ավելի լայն շերտերին այդ գիտելիքը եւ փորձառությունը փոխանցելով առանցքային նշանակություն ունեցավ Ազատազենի կյանքում 2022 թվականի հարձակումը Հայաստանի Հանրապետության վրա Ադրբեջանի կողմից եւ այդ ժամանակ մենք անվճար դասընթացներ սկսեցինք բոլորի համար հրաձգության դասընթացներ դա առաջին կտորն էր կարելի ասել որտեղ որ Ազատազենը մեծ հանրայնացում ձեռք բերեց երկրորդը դա զենքի օրենքի հետ կապված ոնց որ գործընկերների հետ համատեղ մշակումներ ներկայացնում էր եւ լոբինգներ որ փոխվի օրենքը որտեղ առաջվա օրենքը կարճ ասած լավ չէր եւ ոլորտային համագործակցության արդյունքում եւ իսկ փորձեք նաեւ լավարկել ոլորտը օրենքի տեսանկյունից ոչ միայն ֆիզիկական պատրաստություն իհարկե ընդհանուր Ազատազենը իրականում Ազատազենը շատ ասոցացվում է զուտ միայն հրաձգարանի հետ, բայց Ազատազենը ավելին է, քան հրաձգարան, որպես ոնց որ այն բոլոր ենթակառուցվածքները, որ կան այդ թվում հրաձգարանները, իրենք ոնց որ նպաստում են Ազատազենի առաքելության իրականացմանը։ Մենք 5 ռազմավարական ուղղություն ունենք սահմանած, առաջինը կրթական ուղղությունն է, կրթության ուղղությունը, երկրորդը զենքի մշակույթի զարգացման ուղղությունը, երրորդը անվտանգային համակարգին ուղղված ուժեղացումն է, հա, համապարփակ պաշտպանության կոնտեքստում էլի, եւ ունենք նաեւ զինագործության զարգացման ուղղությամբ աշխատանքներ կատարելու նպատակներ, որը որ այս բանին ոնց որ այդքան ակնհայտ չի, բայց շատ կարեւոր կտորներ հիմա տեղի են ունենում։ Որս ամբողջը ինքը ամբողջը ոնց որ մենք կատարում ենք քաղաքացիական եւ օրինական տիրույթում
Հա, այդ շատ կարևոր է, որովհետև ընդհանրապես զենքը ու զենքի մշակույթը Հայաստանում հիմնականում ասոցացվում էր կամ հիմա էլ ինչ որ չափով ասոցացվում է վտանգի եւ Քրեական անօրինականության հետ։ ենթամշակույթի նաև։ Այո, նաև քրեական ենթամշակույթի հետ, բայց մեր ամբողջ աշխատանքը ուղղված է օրինական եւ կարգապահ զենքի մշակույթի զարգացմանը եւ այդ մեր ռազմավարական ուղղություններից բխում է, որ մենք պետքա ստեղծենք քաղաքացիական ենթակառուցվածքներ, ինչպիսիք են հրաձգարանները կամ ուսումնական կենտրոնները եւ զենքի խանութը։ Բացի ենթակառուցվածքները շատ կարևոր է մեզ համար ոնց որ կրթական process-ները, մենք կազմակերպում ենք տարբեր դասընթացներ հիմնականում անվճար, երկարաժամկետ դասընթացներ, դիպուկների դասընթացներ, մարտավարական դասընթացներ, զորակոչիկների համար դասընթացներ։ Ազատազենը հենց զենքի մշակույթը զարգացնելու եւ կրթական process-ներ կազմակերպելու համար ստեղծում է քաղաքացիական եւ օրինական ենթակառուցվածքներ եւ մենք այդ ենթակառուցվածքները, ինչպիսիք են հրաձգարանները կամ խանութը, իրենք դառնում են գիտելիք տալու եւ ստանալու տեղ։ Ազատազենի հրաձգարանը իրենք զինված մարդկանց տեղ են, կարելի ասել այսպես ձևակերպել, մարդիկ գալիս են իրենց զենքով եւ ամբողջ ենթակառուցվածքից ու խորհրդատվությունից օգտվում են անվճար։ Իսկ երիտասարդների մասնակցության աստիճանը որքանով է բարձր։ Արդյոք հետաքրքրված են հենց զենքին ծանոթանալու, ֆիզիկապես պատրաստ լինելու, որովհետև ես կարծում եմ այնուամենայնիվ պատերազմից հետո շատերը հասկացան, որ այդ ֆիզիկական պատրաստվածությունը եւ գրագետ զենքի հետ աշխատելը շատ կարեւոր է։ Այո, իրականում հետաքրքրությունը շատ բարձր է, 25-ից 45 տարիքային միջակայքի ամենաակտիվ մարդկանց խումբն է, բայց ավելի երիտասարդներ եւ ավելի մեծերը նույնպես ակտիվ են, ուղղակի այդ տարիքային խումբը ավելի ամենամեծն է։ Այստեղ համագործակցություններ ունենք տարբեր դպրոցների հետ, մեր գործընկերների հետ արդեն երկար տարիներ։ Հայաստանի քաղաքական վիճակը, դրությունը արդյոք ինչ որ կերպ ազդում է ազատազենի աշխատանքների վրա։ Արդյոք դուք նույն կերպ կարողանում եք աշխատել ինչ 2021 թվականին, ինչ 2022 եւ արդեն 2026։ Իրականում գլոբալ միայն քաղաքական վիճակը չէ, եւ քաղաքական եւ ընդհանուր մշակութային որոշ կարևոր կետեր կան, որ դժվարացնում են ազատազենի աշխատանքը եւ անհամեմատելի է օրինակ 2022 թվականը եւ 2026 թվականը թե բարոյահոգեբանական վիճակով, թե ընդհանուր էներգիայով Այսինքն մարդիկ են խուսափում արդեն ինչ որ կերպ վախենում են, թե ինչ Չէ, մարդիկ չեն խուսափում, չեն վախենում, զուտ հաշվի առնելով ոնց որ ներկա քաղաքական խոսույթը, հա, խաղաղության եւ այլնի մասին, ուղղակի մարդիկ անիմաստ են համարում ինչ-որ ջանք դնել մարզվելու, պատրաստվելու ուղղությամբ, բայց դա ոնց որ տեսեք, ընդհանրապես պայքարող մարդու համար ոնց որ շատ կարևոր է, որ այդ պայքարը գնահատված լինի, հա, ինքը։ Իսկ մեզ մոտ ազատազենն ընդհանրապես միանում են պայքարող մարդիկ, ուժեղ մարդիկ են միանում, եւ ընդհանուր այս քաղաքական խոսույթի շրջանակում մարդիկ մեծամասամբ մտածում են, որ իրենց պայքարը, իրենց նվիրումը ոնց որ գնահատված չի եւ իմաստ չունի, հա։ Ինչ որ քանակի մարդիկ, ոչ բոլորը իհարկե, բայց այդտեղ շատ կարևոր է ոնց որ ամրագրել, որ այն ամեն ինչը, ինչ ոնց որ տեղի է ունենում ներկա ժամանակաշրջանում, դա ներկա ժամանակաշրջանում է տեղի ունենում եւ Հայաստանի ու հայ ժողովրդի պատմությունը ոնց որ շատ ավելի երկար է, քան ինչ որ տեղի է ունենում 5-ից 10 տարիների ընթացքում, հա։ Դա առաջինն է, երկրորդը պետք է ամրագրել, որ այն ինչ որ անում է ազատազենը կամ ընդհանրապես նմանատիպ կազմակերպություններ, որոնք որ նպատակաուղղված են ավելի պատրաստ, ավելի պատասխանատու, կարգապահ եւ ուժեղ քաղաքացի պատրաստելուն, դա կարճաժամկետ աշխատանք չի եւ դա 5-10 տարվա աշխատանք չի։ Մենք պետք է ոնց որ ֆիքսենք, որ այդ աշխատանքը շատ երկարաժամկետ է եւ անկախ ոնց որ ներկա քաղաքական խոսույթից,
իրավիճակից, հանրային տրամադրություններից եւ այլն մենք պետք է հաստատակամորեն շարունակենք մեր աշխատանքը եւ պատրաստված պատասխանատու քաղաքացու մշակույթը, մարդ ով ունի կամք եւ կարողություններ, դա պետք է փոխանցել հաջորդ սերունդերին, եթե մենք ուզում ենք միշտ ապրենք այս տարածաշրջանում։ Որտեւ այս տարածաշրջանը ընդհանրապես աշխարհը իրականում այս խոսույթն էլ այս տարածաշրջանը ինչպես ցույց է տալի ժամանակակից պատմություն կամ ընդհանրապես պատմությունը, ոնց որ տարածաշրջանը այդքան էլ կապ չունի, բայց հատկապես մեր տարածաշրջանը չի սիրում թույլ եւ թուլական մարդկանց։ Այսինքն այն ինչ որ անում ենք, անկախ ամեն ինչից առաջնահերթություն պետք է լինի մեր համար եւ մենք չենք դադարելու անել, Ազատազենը չի դադարելու գործել, այնպես ինչպես որ չեն դադարել մարդիկ անել հարսանիքներ, կնունքներ, ծնունդներ, այնպես ինչպես մարդիկ չեն դադարում ժամը, ասենք 12-ից 3-ի միջակայքում գնալ ընդմիջում անել։ Այդքան սովորական ոնց որ պարտադիր անելու գործ է, այն ինչ որ մենք ուզում ենք անենք։ Եվ բոլոր այն մարդկանց, ովքեր իրականում հարց ունեն կամ ընդհանրապես հարցականի տակ են դնում իրենց պատրաստված լինելը, ընդհանրապես օրինակ Ազատազեն գործունեությունը արդյոք պետք է հիմա դա անել թե չէ, պատասխանը շատ ակնհայտ է։ Իհարկե պետք է դա անել, պետք է բերել կենցաղ, պատրաստված լինելու մշակույթը Եվ դարձնել առօրյա մի մաս։ Իհարկե, դարձնել առօրյա մի մաս եւ եթե ամսվա մեջ 4 հնարավորություն կա դիլիջան գնալ ոնց որ խմելու ընկերների հետ, կարելի է 2-ը գնալ խմել ընկերների հետ, մի շաբաթ կիրակին ընտանիքի հետ անցկացնել հրաձգանում, մարզվել, կրթվել, մյուս շաբաթ կիրակին անցկացնել օրինակ ընտանիքի հետ։ Եվ վերադառնալով համագումարին, հստակեցնեք ժամը, վայրը, ամսաթիվը հուլիսի 5-ին եւ արդյոք մարդիկ, ովքեր անդամ չեն անդամակցում, կարող են ներկա գտնվել թե ոչ։ Ովքեր որ անդամ չեն, անհասկանալի է, խի անդամ չեն, խորհուրդ եմ տալիս անդամակցեն եւ միանան Ազատազենին, այս հետաքրքիր ճանապարհը միասին անցնենք։ Համագումարը տեղի է ունենալու հուլիսի 5-ին Elite Plaza-ում, համագումարին հրավիրված են Լիիրավ եւ աջակից անդամները, մեր գործընկերները եւ հյուրերը, բոլոր մեր համայնքի անդամներին, ովքեր դիտում են այս հաղորդումը, եւս մեկ անգամ հրավիրում եմ մասնակցելու Ազատազենի 6-րդ համագումարին։ Իսկ բոլոր նրանք, ովքեր ուզում են մասնակցել, բայց չեն անդամակցում, խորհուրդ եմ տալիս անդամակցել եւ գալ համագումարին։ Շնորհակալություն, որ այսօր եկաք մեր տաղավար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, կսպասենք ձեզ նաեւ մեր համագումարին։ Հիշեցնեմ ռադիո լսողներին, որ դուք միացել եք 106.5 հաճախականությանը, ես Գայա Սոյանն եմ, կհանդիպենք